պահ։ Երբ հայտնի դարձավ, որ հունիսի 7-ի ընտրությունների քվեաթերթիկում ուժեղ Հայաստանի թիվը 3-ն է, ինչպես ասում են, մեխինդ, մեծապ, ուրախություն տիրեց ուժեղների ագիտպրոպում։ Հիշեցին 3 թվի աստվածաշնչյան խորհուրդը, եւ եթե խիղճ ու պատկառանք չունենային, Սամվել Կարապետյանին կներկայացնեին որպես Սուրբ Երրորդության մարմնավորումը երկրի վրա։ Չի բացառվում, որ քարոզարշավի ինչ-որ փուլում ականատես լինենք նաև նման պրեզենտացիայի։ Քվեաթերթիկում 3 թվի տակ հանդես գալու հանգամանքը ստիպեց Սամվել Կարապետյանին նախքան այդ 5 հարց տվող Ալիկ Ալեքսանյանին, միշտ ուժեղ Ալիկին, հարցերի թիվը կրճատել ու 5-ից դարձնել 3 քարոզչական թրենդին համահունչ։ Պատկերացնում եք, եթե ասենք վիճակահանության արդյունքում ուժեղ Հայաստանի թիվը քվեաթերթիկում լիներ, ասենք 19։ Ալիկ Ալեքսանյանը ստիպված էր լինելու ճկռթալ ու 19 հարց մտածել, դրանց պատասխանները բստրել, շեֆն էլ ստիպված էր լինելու 19 հարց անգիր անել, դրանց պատասխանները սերտել, ինքզինքը ենթարկելով ինտելեկտուալ բռնության։ Ինչու միայն ինքզինքը, նաև իրեն լսողներին, բայց ասենք, որ մենք դեմ ենք բռնությանը։ Ինչևէ, դառնանք Ալիկ Ալեքսանյանի հերթական հարցերի եռյակին, որոնցից մեկը հետևյալ կերպ ձևակերպվեց. Ով է Փաշինյանի ընտրողը եւ ինչ կասեք նրա։ Մտածում էինք հեսա մե խորիմաստ, մի սուպեր ինտելեկտուալ պատասխան կտա Սամվել Կարապետյանը, որից Փաշինյանի ընտրողները կկծեն մատները, կհեղափոխվեն, մեկ գիշերվա մեջ կդառնան ուժեղ Սամոյի համակիր, բայց կան մարդիկ, որ հույսները կտրել են, իրենց միակ հույսը դարել է նախընտրական կաշառքները, որ այս իշխանությունը 1 ամիս առաջ նվիրեց մեր ժողովրդին, բայց դա չի օգնելու Փաշինյանին եւ իր իշխանությանը։ Շատ շուտով մենք լուրջ փոփոխություններ ենք բերելու։ Մենք դառնալու ենք բոլոր հայերի, թե Հայաստանի, թե հույսները կտրած հայերի, թե հույսով հայերի, բոլոր հայերի համար հայրենասեր, հայ արժեքները դավանող իշխանություն։ Ճիշտ լսեցինք, Սամվել Կարապետյանը Փաշինյանի ընտրողներին անվանում է հույսը կտրած, թոշակների բարձրացմամբ էլ հույսը վերագտած, բարձրացման փաստն էլ համարում է նախընտրական կաշառք, փաստորեն նա հոլովում է կաշառք, նախընտրական կամ նախընտրական կաշառք բառերը իրար կողք, դասականը կասեր «յա, իրոք», կամ ասողը լավ չի պատկերացնում կաշառք երևույթը, կաշառք կամ ընտրակաշառք բառի իմաստը, կամ էլ հասկանում է, բայց իրեն դնում է անծայրածիր հիմարի տեղ։ Իրեն այդ կարգավիճակում զգացողը երևի տեղյակ չէ, որ քաղաքականության մեջ հիմարի ատմասկան շատ վաղուց չի աշխատում։ Հայաստանի քաղաքացիները լավ գիտեն հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, զանազանում են քաղաքական հիմարներին էլ, իրենց քաղաքացիներին հիմարի տեղ դնողներին էլ, դնել փորձողներին էլ, դրակաշառատուներին էլ եւ ընդհանրապես կաշառք բառի հետ ասոցացվող բոլոր սուբյեկտներին, բոլորին անխտիր։ Փաստորեն 3 թվի մագիայի ազդեցության տակ գտնվող Սամվել Կարապետյանը որոշել է վիճարկել հայտնի աֆորիզմի բովանդակությունը, թե աշխարհում 2 բան է, որ սահմաններ չունի՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը։ Աֆորիզմն այսուհետ կհամալրվի 3-րդ բանով՝ ցինիզմով։ Եթե 3 թիվը տեսնեք, ապա այն այսուհետ ասոցացրեք ծայր սահմաններ չունեցող բաների հետ՝ տիեզերքի, հիմարության ու ցինիզմի։ Վերջինը շնորհիվ Սամվել Կարապետյանին։ Այո, անծայրածիր տիեզերական մասշտաբի հիմար եւ ցինիկ պետք է լինել
հոլովելու նախընտրական կաշառք բառը, երբ օր չկա, որ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն չտարածի քո իսկ ստեղծած կուսակցության կողմից քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու մասին։ Սա նույնն է, երբ ասենք մարմնավաճառները բարոյախոսություն կարդան կուսության մասին, գողերն ու թալանչիները դատողություն անեն արդար քրտինքով վաստակելու ու ազնվության մասին։ Սիրիական մարդասպաններն ասենք դասեր տան հումանիզմի, մարդկային կյանքի անգին լինելու մասին։ Եվ եւս մեկ սյուր բան, ռուսաֆիլները, պուտինիստները ջատագովեն արևմտյան արժեհամակարգը, օրնիբուն գոչելով «Да здравствует Союз, Евросоюз», սյուր է հնչում, չէ՞։ Այստեղ են ասել Սամվել Կարապետյան, դուք ավելի լավ է իրար գլխի հավաքվեք, եռատակ նստեք, ձեր կողմից բաժանվող ընտրակաշառքի դարդը հոգացեք, բայց այնպես, որ հոգալու ընթացքում ստիպված չլինեք հայտնվել ԽՍՀՄ գլխավոր դատախազի նկարագրած իրավիճակում։ Выйти на самих себя։ Իդեպ, քանի որ Սամվել Կարապետյանը, ինչպես պարզվեց, սիրում է շուլուխներ անել, օրինակ, երբ դատարանում իր Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություններից հրաժարվելու մասին լրագրողը հարց տվեց, նա դիմեց շուլուխի հնարքին։ Կասեք կոնկրետ ինչ քայլեր եք արել հրաժարվելու կապուղությամբ։ Առավոտը զարթնել եմ։ Զանգել եմ Մարտևանյանին։ Առաջարկում ենք Սամվել Կարապետյանը վերանայի իր ստեղծած կազմակերպության Ուժեղ Հայաստան կուսակցության հապավումով ՈՒՀԿ-ի կարգավիճակը եւ կուսակցությունից վերափոխվի ակումբի ուժեղների ու հնարամիտների թե հանակչիների ակումբի հապավումը ՈՒՀԱ Ռուսաստանյան համարժեքը ԿՎՆ Клуб веселых и находчивых ահագին պոպուլյար կդառնան 300,000 աշխատատեղերի ստեղծման մասին հեքիաթն իրագործելու դարդ ու ցավից էլ կպրծնեն։ Սա դեպ շատ լուրջ ենք ասում, հանակ չենք հանում, շուլուխ չենք հանում, ամենայն լրջությամբ ենք առաջարկում։ Всё։ Պահ, ուժեղ շալվար։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։